Ահա, վերադարձանք, մենք ձեզ խոստացել էինք, չէ՞ որ շատ հետաքրքիր եւ համեղ անակնկալներ են լինելու մեր տաղավարում, շատ չձգձգ ենք լավ ամենահետաքրքիր բանը, միանգամից ասենք առաջ արդեն ներկայացնեմ մեծ սիրով մեր հյուրին, ով տաղավարում է, իսկ մեր տաղավարում Հռիփսիմե Ստեփանյանը, հերոշակագործ, բարի լույս։ Բարի լույս։ Ու շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Նմանապես։ Իսկապես շատ ուրախ ենք, որ ոչ միայն եկել եք եւ պատմելու եք ձեր գործունեության մասին, այլ նաեւ գաղտնիքներն եք ներկայացնելու հերոշակագործության, որ ձեռք եք բերել այս տարիների ընթացքում, բայց սկսենք սկզբից։ Որքան ժամանակ է, որ զբաղվում եք համեղ ու գեղեցիկ քաղցրավենիքների պատրաստմամբ։ 2017 թվականից պատահական YouTube-յան ալիքում տեսա մի հոլովակ, ինչպես են մուսային տորթը ձևավորում հայելային ջնարակով, ու ես նպատակ դրեցի, որ պետք է դա սովորեմ։ Իրականում միտք չեմ ունեցել զբաղվել այս աշխատանքով, երբեք չի եղել նպատակ դառնալ հրոշակագործ, ու շատ պատահական սիրահարվելով այդ տորթերին, անքուն գիշերների շնորհիվ տնտղելով, պրպտելով տարբեր բաղադրատոմսեր, պատրաստեցի առաջին մուսային տորթը, որի շնորհիվ ես դարձա այսօր հրոշակագործ։ Այն ժամանակ ովքեր համտեսեցին իմ տորթերը, ստիպեցին բառից բուն իմաստով, որ ես բացեմ էջ, եւ հենց այդ ժամանակ ես Facebook-յան հարթակում բացեցի իմ աշխատանքային էջը եւ սկսեցի պատվերների գրանցումը։ Բայց մուսային եւ այլ տորթերի հետ զուգահեռ ես սիրահարվեցի մեղրաբլիթներին իմ բիրով, վստահ եմ լսած կլինեք, որոնք ձևավորվում են այսինքով եւ շատ ամանորյա տոնական խվածքաբլիթներ են։ Եվ ես այդ ժամանակ եղա Հայաստանում առաջիններից մեկով պատրաստեց այդ խվածքաբլիթները եւ մեծ վաճառք ունեցավ, սենց առաջին տարվա համար մեծականակ պատվերներ ունեցավ, որ ինձ համար շոկային էր, երկու փոքր երեխաների հետ սենց համատեղել աշխատանքը իրականում շատ բարդ էր դասել, 2 ամսական էր ընդամենը, իրեն գրկած, պեչենիներ էին ներկում, որը ինձ շատ երջանկացնում էր հատկապես գեղեցիկ արդյունքը, եւ հենց այդ խվածքաբլիթներն են ես այսօր ձեզ կներկայացնեմ։ Օ, հիանալի։ Հրաշալի, բայց երբևէ կմտածեք, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ որ հիմա եք։ Բացարձակ։ Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ ու ես հույս ունեի, որ այդ ոլորտում եմ ինձ գտնելու, բայց այսօր ունեմ իմ արտադրամասը, փոքրիկ ստուդիան ունեմ, ճիշտ է, սկսել եմ աշխատել տան խոհանոցում, շատ դժվար պայմաններում, բայց ես հասկացա, որ սննդի արտադրությունը պետք է լինի առանձին տարածքում եւ վարձեցի իմ տարածքը, հիմա իմ փոքրիկ ստուդիայում, իմ փոքրիկ թիմի հետ աշխատում ենք։ Ու այս տարի եւս բացառություն չի, այդ խվածքաբլիթները մեր տեսականո ամենակարևոր մասն են կազմում։ Որովհետեւ դե ապահովում են տոնական տրամադրությունը, այո, եւ երեխաները հատկապես շատ են սիրում, շատ։ Լավ, ո՞րն է եղել ձեզ համար ամենաշատ այսպես տպավորված պատվերներից կամ գուցե բարդ պատվերներից կամ զվարճալի ինչ-որ պատվերներից մեկը, որ լավ տպավորություն է թողել ձեզ։ Տեսեք, նախ ասեմ, որ բարդ պատվեր համարվում է յուրաքանչյուրային պատվերը, որի ձևավորումը պետք է անենք առաջին անգամ։ Այսինքն նկարը տեսնում ենք հաճախորդ ուղարկած, պետք է այն պատրաստենք, բայց գաղափար չունենք, թե ոնց, ինչ որտեղ անդադար նորույթներ են դուրս գալիս։ Բարդության տեսանկյունից դա կասեմ, իսկ զվարճալի մեր մոտ լինում է հիմնականում այն դեպքերում, երբ օրինակ գնում եմ ռեստորան մեծ տոր ձևավորելու, հասնում եմ ռեստորան, բարձրում է լիքը բան, մոռացել եմ հետս տանել այդտեղ, ու ամենազավեշտալին, որ երբ հասնում ենք ռեստորան, տորթը վնասվում է։ Իսկ հաճախ է վնասվում։ Ցավոք սրտի նման իրավիճակներ եղել են, վթար է եղել տորթ տանելու ճանապարհին, ցավոք սրտի։ Իսկ եղել է որ խառնեք պատվերը։ Այո, ծնունդի պատվեր են տանում տարբեր թվերով է կամ այլ նկարներով։ Տղայի ծնունդին հիմնականում այդ շփոթելը եղել է, որ երկու միաժամանակ առաքում, երկու վարորդի տարբեր տորթեր տալիս, հետո ստիպված մեկը մյուսին պիտի փոխանակվեն տորթերով, ասես մի հատ վարորդները միշտ նեղվում են այդ պահին, բայց դա է աշխատանքը։ Ցանկացած խնդրի, ինչ իմ առջև կանգնում է, ես միշտ ժպիտով եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ չկա մի խնդիր, որ չունենա իր լուծումը։ Նույնը մեր աշխատանքի մեջ, այո, եղել են բարդություններ, բայց այն ամեն ինչի տակով սենց տակից դուրս ենք եկել։ Մի անգամ կղզի տորթի պատվեր ունեինք, պատվիրատուն զանգում է, մենք արդեն պիտի տուն գնանք, ասում որ մեր տորթ ուր է։ Ասենք իրար երես ենք նայում, տորթը չկա, ասում մեզ խնդրում եմ 2 ժամ ժամանակ տվեք, սխալ օրվա վրա է գրանցում արել։ Բայց այդ պահին ունեինք հավաքած տորթ, որը նույն միջուկով էր, սենց մի հատ զուգադիպություններ։ Արագ սենց ժելեյով հավաքեցինք, կղզի տորթը ստացանք ու իրան ուղարկեցինք ու բոլորս գոհ ու երջանիկ գնացինք։
Ոչ պատվեր մերժեցի, ոչ մենք պատվիճակի մեջ։ Հետո հիշելու պատմություն։ Պատրաստել եք այդ տորթը ինչ եղավ։ Հետո նորը սարքեցինք իրան։ Մի գիշեր չքնել։ Լավ, իսկ այս ոլորտում կա ինչ-որ թրենդային ամեն տարի ինչ-որ մի նոր թրենդ է ծնվում, չէ՞, դուք էլ նշեցիք։ Ո՞նց եք հետևում, որտեղից եք հետևում կամ այս տարվա թրենդը որն է, որ օգնենք նաև մեր հեռուստատողներին։ Հետևում եմ համաշխարհային հրուշակագործներին հայտնի, Pinterest-ը բոլորիս միշտ օգնում է, փրկում է։ Անցած տարի Դուբայ շոկոլադներ sense մի հատ բում արել։ Այս տարի էլ եկել է շատ նորաձև են ամանորյա զեֆիրները, մանդարինի, կոնի եւ ամանորյա զարդարանքների տեսքով, բայց Հայաստանում այնքան էլ պահանջարկ չկա, չգիտես ինչու։ Իսկ մեզ մոտ Մեզ մոտ ինչն է։ Այստեղ մի կադո Գաթա։ մեղրավ տորտ։ Շատ դասական։ Բայց ես ուզում եմ զեֆիր սարքեմ պատվեր չունեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս տարի Դե զեֆիրներ ճիշտ պատվիրեք։ զեֆիր եք պատվիրում։ Փորձեք զեֆիրն էլ է շատ համով, ինչքան կարելի մի կադո ուտել։ Միանշանակ։ Հիմա դե պետք է ձեզ խնդրենք, որպեսզի տեղափոխվենք խոհանոց։ Ես անհամբեր եմ, մանեն էլի քաղցրասեր մի քիչ։ Այո, մի քիչ իրականում, բայց դե սիրում եմ այն փոքրիկ թխվածքաբլիթները, որոնք ավելի շատ մի ժամանակ հավաքում է թխվածքաբլիթները, որովհետև շատ գեղեցիկ են պատրաստված հեղինակների կողմից, չես ուզում Հավաքում են որպես ուշանվեր։ Չէ, բայց հավաքում դնում են, հետո թեյի հետ ուտում։ Քանի որ իր մեջ իր բաղադրության մեջ կա բնական մեղր եւ դարչին, դրանք համարվում են բնական կոնսերվանտներ, իրենք օգնում են, որ այս թխվածքաբլիթները երբեք չփչանան։ Ինչ է տարկի։ Ամանորին էլ կարելի է օրինակ չկա։ Միջև 6 ամիս կարելի է պահել եւ ուտել։ Դրանից հետո ուղղակի պահել։ Չէ, ես մաքսիմումը 3 օր եմ պահել, ավել չեմ պահել, չդիմացա։ Բայց հիմա կարող ենք գնալ խոհանոց, որպեսզի հասկանանք ինչ է անհրաժեշտ այս թխվածքաբլիթները պատրաստելու համար, գուցե շատերը որոշեն տանը դա անել։ Մանավանդ որ տանը հնարավոր է համեղ ու գեղեցիկ պատրաստել։ Ես կարծում եմ տանը ամեն ինչ հնարավոր է, երբ որ մարդու մտքին կա նպատակ։ Այո, եւ ցանկություն։ Ձեզ առաջարկում ենք Սելինես մնալ մեզ հետ, մենք փոքրիկ կարճատև դադար կունենանք այս պահին, որից հետո կվերադառնանք ու կհայտնվենք խոհանոցում, իսկ խոհանոցում հրաշքներ են գործելու մեր շատ սիրելի հյուրի Խրիպսիմե։